Մատթեոս 22 Հարսանեկան խրախճանքի առակը Հիսուս դարձյալ պատասխանեց և առակներով ասաց նրանց. Երկնքի արքայությունը նմանվեց մի թագավորի, որ իր որդու համար հարսանիք արեց, և ուղարկեց իր ծառաներին, հրավիրվածներին հարսանիքի կանչելու, և նրանք չուզեցին գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց ասելով. Հրավիրվածներին ասացեք, ահա իմ ճաշկերույթը պատրաստեցի, իմ զվարակները և իմ պարարտ անասունները մորթված են, ու ամեն ինչ պատրաստ է, եկեք հարսանիքի։ Սակայն նրանք բանի տեղ չդնելով, գնացին, մեկն իր ագարակը, մեկն իր առևտրին։ Ուրիշներն էլ բռնեցին նրա ծառաներին, անպատվեցին ու սպանեցին։ Իսկ թագավորը երբ լսեց, բարկացավ և իր զորքն ուղարկեց ու բնաջնջեց սպանողներին և այրեց նրանց քաղաքը։ Ապա իր ծառաներին ասաց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Արդ գնացեք հրապարակները և ում որ գտնեք, կանչեցեք հարսանիքի։ Եվ ծառաները ճանապարհների վրա ելնելով, հավաքեցին բոլոր նրանց, ում գտան, և չարերին և բարիներին, և հարսանիքը լցվեց հրավիրվածներով։ Եվ երբ թագավորը ներս մտավ, հրավիրվածներին նայելու, այնտեղ տեսավ մի մարդու, որ հարսանիքի զգեստ չէր հագել, ու նրան ասաց. ընկեր, որ հարսանիքի զգեստ չունեիր, ինչպես այստեղ մտար։ Եվ նա պապանձվեց։ Այն ժամանակ թագավորը ծառաներին ասաց. կապեցեք դրա ոտքերն ու ձեռքերը և դուրս հանեցեք դրան արտաքին խավարը, այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, որովհետև կանչվածները բազում են, իսկ ընտրյալները սակավ։ Կայսրին տրվելիք տուրքը Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թե ինչպես խոսքերով նրան որոգայթ լարեն, և նրա մոտ ուղարկեցին իրենց աշակերտներից ոմանց, հերովդեսականների հետ միասին և ասացին. Վարդապետ, գիտենք, որ ճշմարտախոս ես և Աստծու ճանապարհը ճշմարտությամբ ես ուսուցանում, և ոչ մեկից չես քաշվում, ու ոչ մի մարդու աչառություն չես անում։ Արդ ասա մեզ, ինչպես է քեզ թվում, պետք է հարկ տալ կայսրին, թե ոչ։ Հիսուս հասկացավ նրանց խորամանկությունն ու ասաց. Ինչու եք ինձ փորձում, կեղծավորներ, ինձ հարկի դահեկան ցույց տվեք։ Եվ նրանք մի դահեկան բերեցին։ Եվ նա ասաց նրանց. այս պատկերը կամ գիրը ումն է։ Նրանք ասացին. կայսրինը։ Այն ժամանակ նրանց ասաց. գնացեք, տվեք կայսրինը կայսեր և Աստծունը Աստծուն։ Երբ այս լսեցին, զարմացան և թողեցին նրան ու գնացին։ Հարց մեռելների հարության մասին Նույն օրը նրան մոտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թե հարություն չկա։ Հարց տվեցին նրան ու ասացին. Վարդապետ, Մովսեսն ասաց, որ եթե մեկն անժառանգ մեռնի, նրա եղբայրը նրա կնոջը պիտի առնի և իր եղբոր զավակ հասցնի։ Մեզ մոտ 7 եղբայրներ կային, առաջինը կին առավ ու ապա մեռավ, և որովհետև զավակ չուներ, կնոջն իր եղբորը թողեց, նույնպես և երկրորդը և երրորդը, մինչև 7-րդը։ Բոլորից հետո կինն էլ մեռավ։ Արդ հարության ժամանակ 7-ից ում կին կլինի նա, քանի որ բոլորն էլ նրան
իբրև կին ունեցան։ Հիսուս պատասխանեց նրանց ու ասաց. մոլորվածներ, ոչ գրքերն եք հասկանում և ոչ էլ Աստծու զորությունը, որովհետև հարության ժամանակ ոչ կին են առնում և ոչ էլ մարդու գնում, այլ կլինեն ինչպես հրեշտակները երկնքում։ Բայց մեռելների հարության մասին չեք կարդացել Աստծուց ձեզ ասվածը. Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, և Աստված մեռելների Աստվածը չէ, այլ կենդանիների։ Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացավ նրա ուսուցման վրա։ Ամենամեծ պատվիրանը։ Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թե նա պապանձեցրեց սադուկեցիներին, իմի հավաքվեցին, և նրանցից մեկը նրան փորձելով հարցրեց ու ասաց. «Վարդապետ, օրենքի մեջ ո՞ր պատվիրանն է մեծ»։ Եվ Հիսուս նրան ասաց. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ մտքով։ Այս է մեծը և առաջին պատվիրանը։ Եվ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Այս երկու պատվիրաններից են կախված ամբողջ օրենքը և մարգարեները»։ Քրիստոս որդի և Տեր Դավթի։ Եվ երբ փարիսեցիները հավաքվեցին, Հիսուս նրանց հարցրեց ու ասաց. «Ինչ կարծիք ունեք Քրիստոսի մասին, ում որդին է»։ Նրան ասացին. «Դավթի»։ Հիսուս նրանց ասաց. «Իսկ Դավիթն ինչպես է նրան Սուրբ Հոգով կոչում է Տեր և ասում է. Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրև պատվանդան»։ Իսկ եթե Դավիթը նրան Տեր է կոչում, ինչպե՞ս նրա որդին կլինի։ Եվ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացավ տալ։ Եվ այդ օրվանից ոչ ոք չէր համարձակվում նրան մի որևէ բան հարցնել։